Բարև ձեզ, ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է, այսպիսի էկզոտիկ տեղ, եւ էկզոտիկ տեղից էլ խոսելու եմ էկզոտիկ բանի մասին, որը բնավ ոչ քաղաքակրթական միավոր է, բայց ցավոք շատ ազդում է քաղաքակրթական գործընթացների վրա եւ դրա համար օգտագործելու եմ լրիվ ուրիշ բառ։ Չեմ ասելու հավաքագրում, չեմ ասելու recruitment, ասելու եմ ռուսերեն վերբովկա, որովհետեւ հենց այդ վերբովկա բառը լիովին արտացոլում է իսկությունը։ Պատմական մի փաստ։ Դուք գիտեք, որ Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ որ բաժանվեցին Բերլինը եւ Ֆեդերատիվ Հանրապետությունը, գերմանացիները ուժով, առանց բանի, ոչ թե ուժով, ոչ ուժով, ոչ ստիպողաբար, սրտով, սիրով, երջանկությամբ սկսեցին ծառայել սովետական KGB-ին։ Գերմանական այդ շտազին, որտեղ մարդիկ, որոնց հայրերը եւ մայրերը պայքարում էին սովետական միության դեմ, որոնցից շատերի ծնողները զոհվել էին հենց այդ պատերազմում, այնպիսի ուժով եւ եռանդով լծվեցին թշնամի երկրի շահերը սպասարկելու, որ ուղղակի ապշում ես, ինչ կատարվեց այդ մարդկանց հոգեբանության հետ։ Եվ ինչ է օգտագործում հիմա KGB-ն կամ այսպես կոչված CIA-ը, կենտրոնական հետախուզական վարչությունը, մարդկանց հավաքագրելու համար, ինչ ստիմուլներ են աշխատում նրանց մոտ։ Հավաքագրման ենթատիպերը։ Տիպ համար 1. Մարդը, որ ունի ամբիցիաներ եւ չունի հնարավորություններ։ Չունի ֆինանսական, կարիերային, պրոֆեսիոնալ հնարավորություններ, մարդը, ով ի վիճակի չի հասնել իր առջև դրված բարձր ֆինանսական կամ կարիերային նպատակներին, բայց ունի անհակ, անհագուրդ, այն երևակայելի ցանկություն։ Օրինակ եք ուզում, դիցուք Վլադիմիր Ուլյանովը, նույն ինքը Լենինը, որին ժամանակին հավաքագրեցին գերմանացիները, իրենց մոտ շատ բնական է։ Գերմանացիները հավաքագրում են ռուսներին, ռուսները հավաքագրում են գերմանացիներին, նորմալ փոխանակություն է կադրային, իհարկե կատակով։ Ուլյանովը, որը նախ ուներ անձնական վրեժ եղբոր համար, Ուլյանովը, որ խնդիր ուներ անպայման ունենալ առանձնակի դիրք եւ կեցված, Ուլյանովը, որը անդադ թափառում էր Եվրոպայում, որովհետև ինքը պրոֆեսիոնալ հեղափոխական էր եւ ուրիշ ոչ մի գործ անել չէր կարող, շատ հեշտ ենթարկվեց այդ հավաքագրման, գերմանական հավաքագրման ջանքերին, մի ջանքեր էլ չեղան, որտեղ նախ նրան դրա համար տրամադրում էին ֆինանսական միջոցներ եւ նա կարող էր Եվրոպայում ապրել բավականաչափ լավ, այնքան լավ է պրոֆեսիոնալ հեղափոխական, որը ոչ միտեղ չի աշխատում, շատ հանգիստ ապրում է Եվրոպայում։ Իսկ հիմա նայեք, կան արդյոք մեր շրջապատում մարդիկ, ովքեր ոչ միտեղ չեն աշխատում, բայց ինչ-որ շատ լավ ճանապարհորդում են այստեղից այնտեղ եւ իրենց լավ են զգում, եթե այդպիսի մարդիկ կան, մի հատ լավ ձեր շուրջը նայեք ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք ապագա եւ ներկա Ուլյանովի հետ։ Ուրեմն երկրորդ տիպը, որին հավաքագրում են, դա այն տիպն է, ով ունի մշտական չարացածություն, resentment, եւ այդ resentment-ի պատճառը կարող է լինել ուրիշի հաջողակությունը, ուրիշի գեղեցկությունը, ուրիշի գրաված դիրքը, ուրիշի ծնողները, ուրիշի ապրած բնակարանը, ուրիշի, չգիտեմ, ունեցած մեքենան, ես դա միայն ասում եմ ֆինանսական միջոցների մասին, բայց շատ հաճախ, օրինակ կարող է լինի ուրիշի արվեստի ունակությունը, հմայքը, երջանիկ լինելու կարողությունը, ինչ ասես, կարող է լինել resentment-ի մեջ։ Եվ ահա այդ մարդիկ, որպես կանոն մեղքը գցում են սեփական երկրի վրա, որտեղ այդ երկիրն է, չէ, իրանց ծնել, եւ սկսում են խորթմոր գրկի մեջ ունենալ, փորձել գտնել իրենց համար մխիթարանք։ Եվ այդ մխիթարանքի հետ իհարկե անպայման աշխատում է փողը, որտեղ այն մարդիկ, որոնք տառապում են resentment-ով, մեզ հասկանալի բառերով աբիժնիկ են, նրանք անպայման ունեն փողի անհագուր ցանկություն, վերբով կա համար 2, եւ դուք երբեմն կզարմանաք, ոնց կարող են մեր շրջապատի մարդիկ
սպասարկել ուրիշ երկրի շահերը։ Մի հատ նայեք Լենինին, մի հատ նայեք գերմանական շտազին, որը սպասարկում էր իրենց պարտությամբ մատնած երկրի շահերը, ընդ որում գիտեք ոնց է սպասարկում, սիրով եւ նվիրվածությամբ, եւ արդեն մտածեք, թե ինչ մարդիկ են հավաքագրվում։ Երրորդ, այդ կատեգորիայի մեջ մտնում են արկածախնդիրները։ Այդ արկածախնդիրները, որոնց պետք է լրացուցիչ ադրենալին, որոնք թքած ունեն բարոյական սկզբունքների, կապվածությունների, հաստատումների, չգիտեմ ինչ, երկրում գործող ավանդույթների, կուլտուրաների, բաների, պատմական սերնդափոխության, արկածախնդիրները սովորաբար աբիժնիկների եւ բաների հետ միասին հեշտ վաճառվողների ունեն անհաջող ընտանեկան պատմություն։ Այդ անհաջող ընտանեկան պատմությունը խզում է ընտանիքի հետ, ընտանիքի հետ յոլա չգնալը բերում է նրան, որ քո երկիրը դու ընկալում ես իբրև թշնամական ընտանիք եւ սիրով եւ հավեսով դավաճանում ես նրան։ Եվ վերջին ամենասակավաթիվ կատեգորիան, բայց այնուամենայնիվ այն կա եւ նրանց ես իսկապես փորձում եմ մի քիչ արդարացնել։ Դրանք այն useful իդիոտներն են, որոնք որոշում են, որ թշնամական գաղափարախոսությունը իրականում շատ լավն է։ Այդ useful իդիոտները ամենուրեք թափառում են հիմա Եվրոպայում, որոնք ասում են, որ կոմունիզմից լավ բան չկա, որ Պուտինը հզոր լիդեր է, մեզ մոտ էլ կա նման useful իդիոտներ, մեզ մոտ կա useful իդիոտներ, որ հիմա գտնում են, որ Հայաստանը շարժվում է դեպի ինքնիշխանություն, անկեղծ հավատում են։ Այդ useful իդիոտներին պետք է ներել եւ ավարտել աստվածաշնչային ֆրազով, որ ներիր նրանց Տեր, քանի որ չգիտեն, թե ինչ են անում։ Բայց հաջորդ անգամ, երբ որ ձեզ ձեռի հետ հանկարծ այնպես ուղղակի առանց մտածելու, ասեք, թե ինչ է այս մարդը ագենտ է, ինչ է, հիշեք, վերբով կան աշխատում է այդ 4 կատեգորիայի վրա։ Ուրիշ կատեգորիա չկա։ Լավ նայեք ձեզ պատկերացրած մարդու հոգեբանական եւ ֆիզիկական կերպարին, եւ եթե այդ պարամետրերը համապատասխանում են, ուրեմն կա հավանականություն, որ այդպես էլ կա։ Եթե գրեք, որ դուք ուզում եք, որ ես ձեր համար անեմ իդեոլոգիական դիվերսիա եւ դրա տիպերը հաղորդումը, խնդրում եմ անպայման կոմենտներում գրեք, որ ես իզուր աշխատանք չանեմ։ Ձեր հետ քաղաքակրթություն։